Ծաղիկներ, քաղցրավենիք ու շնորհավորանքներ Կապանում կանանց իրավունքների պաշտպանության օրն առավել տոնական էին դարձրել համայնքապետին կից երիտասարդական խորհրդի անդամները։ Հաճելի եղանակն ու ֆոտոզոնան էլ գեղեցիկ սեռի ներկայացուցիչներին պահը հավերժացնելու հիանալի հնարավորություն էին տալիս։ Կապանում մարտի 8-ը միշտ էլ մեծ շուկով է նշվել, քանի որ ինչպես մնացած տեղերում այստեղ էլ կարևորում են կնոջ դերը թե հասարակության մեջ, թե ընտանիքում։ Միջոցառումները սկսել են առավոտից ժամը 12-ին քաղաքի կենտրոնում ունենք ցուցադրություն հայ կանանց մասին, նշանավոր հայ կանանց, ովքեր մեծ ներդրում են ունեցել թե մշակույթի, թե սպորտի, թե կրթության բնագավառում։ Կենտրոնական հրապարակում բացված հայ հայտնի կանանց լուսանկարների ցուցադրությունը տոնական օրն առավել բովանդակալից էր դարձնում։ Երիտասարդները հետաքրքրվում էին ցուցանմուշներում պատկերված կերպարների գործունեությամբ, տարեցներն էլ վերհիշում նրանց հետ հանդիպումներից տպավորություններ։ Այստեղ ցուցադրված կանանցից շատերին ես գիտեմ, շատերին տեսել եմ բեմի վրա։ Գիտես ոնց է մեր կյանքում տեսնում եմ էլի այն հելիվերները, որ կորցրել են ես կանանց, ինչքան վատ է իրենց համար։ Դրանք մեր կյանքի բարեկամներն են, մեր կյանքի սիրելիներն են, մեր ամեն ինչ են։ Կապանում տոնական միջոցառումները շարունակվեցին նաև երեկոյան։ Մշակույթի կենտրոնում կազմակերպված պարգևատրման արարողությանը հաջորդեց համերգը, որը ևս մեկ նվեր էր մարզկենտրոնի գեղեցիկ սեռի ներկայացուցիչներին։ Ձեզ եմ հղում Կապանի համայնքապետարանի և անձամբ իմ ջերմ շնորհավորանքները յուրաքանչյուրի ցանկանում անձնական և ընտանեկան երջանկություն, ծրագրերի և իր ձևի իրականացում, հաջողություններ հայրենանվեր գործերի։ Մարտի 8-ը երբեք էլ սովորական տոն չի եղել մեզ համար։ Այս օրը մեզ հիշեցնում է։ Կանանց կոչման մեջ վեհագույնը մայրությունն է, որ խարիսկ է մարդկային կյանքի, հիշեցնում է մոր աստվածատուր առաքելությունը, կնոջ ոգեշնչող, հովանավորեցնող էությունը, որ ուղեկցում է յուրաքանչյուրիս ամբողջ կյանքում։ Սիսյանցի կանանց էլ համայնքի ղեկավարն անձամբ է շնորհավորել ու ծաղիկներ նվիրել։ Հովսեփ Առաքելյանն այցելել է նաև քաղաքային Պանթեոն հարգանքի տուրք մատուցել 44-օրյայում զոհված Հասմիկ Արզումանյանի հիշատակին։ Շնորհավորում եմ ողջ հայության կանանց և աղջիկների մարտի 8-ը, հատկապես մեր Սիսյան համայնքի, ցանկանում եմ առողջություն, երջանկություն, անսպաստ ժպիտներ, ուզում եմ խոնարհումով շնորհավորել հերոսացին մայրերի մարտի 8-ը, ցանկանալով տոկունություն, առողջություն։ Քաջարանցի կանանց օրն էլ հիշարժան էին դարձրել մայրաքաղաքից հրավիրված արտիստները։ Տոնական համերգից առաջ Քաջարանի համայնքապետն է հանդես եկել շնորհավորական ուղերձով։ Շնորհավորում եմ ձեզ կանանց միջազգային տոնի առթիվ։ Մաղթում եմ սեր, երջանկություն, առողջություն։ Ցանկանում եմ, որ միշտ լինեք սիրված ու գնահատված ձեր մերձավորների կողմից, ընտանիքում ու աշխատավայրում, շրջապատված հոգատարությամբ, ուշադրությամբ։ Դուք լույս ու ջերմություն եք ճառագում, ստեղծելով ձեր շուրջը բնական ու հանգստավետ ներդաշնակություն։ Թող յուրաքանչյուր բացվող օր տոն լինի ձեր կյանքում։ Կանանց իրավունքների պաշտպանության օրը տոնական է եղել նաև Սյունիքի մյուս համայնքներում։ Ծաղիկներ են բաժանվել ամենուր, շնորհավորական ուղերձներով են հանդես եկել նաև Գորիս, Մեղրի, Տեղ և Տաթև համայնքների ղեկավարները։